Ես այո, ձեզ դատում եմ եւ ես ձեզ դատելու եմ։ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը Ամեն բան սկսվեց երեկվանից կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ հարց ու պատասխանից։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը Փաշինյանին ասաց, թե իրավապահներին քաղաքական պատվեր իջեցնել իր խոսքով պոզով պոչով չի լինում։ Մեզնից գիտեք ինչ են պահանջում։ Մեզնից ընդհանուր ընդդիմությանը, որ նայեք 500,000-ից ավել ձայն ա տվել։ Մեզ էլ ասում են Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած։ Այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարում լինի այս բան։ Բացատրեք ինչի եք միլիոնատեր։ Այդ ունեցվածքը որտե է ձեզ լավ, ամեն ինչ դնենք մի կողմ, դատարաններ, ամեն ինչը, դուք ո՞նց եք միլիոնատեր։ Ու դուք ուզում եք ասեք, որ դուք պետք է Հայաստանի Հանրապետությունում տենց շարունակեք մնաք միլիոնատեր, ամենայն բանով Աստված բոլոր երեխեքին տա առողջություն, երկար կյանք, կրթություն, հաջողություն, բախտ, երջանկություն, հորով մորով մեծանան բոլորը։ Բայց դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Փաշինյանի այս հայտարարության հենց հաջորդ առավոտն իսկ ազգային անվտանգության ծառայողները մտան հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին պատկանող առանձնատներ եւ բնակարաններ, քննչական գործողություններ կատարվեցին նաեւ նրանց բիզնես հասցեներում։ Նախկին նախագահի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու համար։ Քոչարյանը եւ նրա ավագ որդին ձերբակալվել են հանրային քրեական հետապնդման տակ են եւս 7 անձ։ Այս թվում նաեւ հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, ով Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ դավաճանի, այսպես սովորական գործելավոճն է։ Սա է, սրա մասին փաստորեն երեք նաեւ մամուլներ գրել, որ նման բաներ է սպասվում ու այդպես ժողովուրդ ջան։ Սա վրեժխնդրություն է, իշխանական ԿՊ-ում հաստատում են, նաև վրեժխնդրություն է։ Այո, սա վրեժխնդրություն է, սիրելի բարեկամներ։ Արդարադատությունն է, ժողովրդի վրեժխնդրությունն է։ Եվ մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, այլ ենթադրյալ կոռուպցիոներների։ Ժամեր տևած հարցաքննության ընթացքում երկրորդ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, տեղեկությունը հաստատել են ինչպես հակակոռուպցիոն կոմիտեից, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների բժիշկները Քոչարյանի մոտ զարկերակային բարձր ճնշում են արձանագրել, հետազոտության համար նրան տեղափոխել բուժ հաստատություն։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ երկրորդ նախագահը վերջերս ենթարկվել է բժշկական միջամտության։ Ինքնին արձանագրել ենք մեղադրանքի ոչ թե հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելը, այլ այն ինչ որ նկարագրված առաջին հանցագործություն չի, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չի, ու հիմա համապատասխանաբար մենք սա գնահատում ենք 3 հնչեցված գործընթաց։ Հակակոռուպցիոն կոմիտեի եկել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գործից տեղյակ չէ։ Երբ որ գործերը ստանանք, գործի նյութեր են ժամանակ խոսեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։